Այսօր ուզում եմ խոսել սխալվելու մասին։ Հաճախ երբ մեկը սխալվում է, մենք այսպես շատ բուռն ենք արձագանքում այդ սխալին եւ արձագանքը ստիպում է մարդուն վախենալ սխալներից։ Սա հատկապես կարևոր ու նշանակալից է ծնող-երեխա հարաբերություններում։ Երբ երեխան որևէ բանում սխալվում է, առաջին ռեակցիան սովորաբար այսպես ինչ արեցիր, ինչու կոտրեցիր կամ թափեցիր կամ վնասեցիր կամ կեղտոտեցիր տվյալ իրը։ Սա բնական ու նորմալ է, սակայն պետք է զգույշ լինենք մեր էմոցիաները արտահայտելիս, որովհետև այսպես մենք երեխաների մեջ սերմանում ենք վախ սխալվելուց։ Բայց իրականում սխալվելը անչափ կարևոր է։ Ես կասեի նույնիսկ օգտակար ու անհրաժեշտ է երեխայի զարգացման համար։ Ինչ է տեղի ունենում։ Երբ երեխան սխալվում է, դա օգնում է նրան հասկանալ իր արարքի հետևանքները։ Այսինքն, ջուրը թափեցիր, սխալվեցիր, սխալ տեղում դրեցիր, թափվեց։ Երեխան հասկանում է, որ մյուս անգամ, երբ նա նույն արարքը գործի, նույն հետևանքն է լինելու։ Երկրորդը, սխալվում ենք ամեն անգամ, երբ մենք փորձում ենք նոր բաներ։ Դա բնական հետևանք է։ Երբ մենք սովորել ենք, չգիտեմ, միշտ նույն բաները անել, արդեն հմտանում ենք եւ կարողանում ենք ճիշտ ձևով տվյալ իրավիճակից դուրս գալ։ Սակայն երբ մենք սկսում ենք նոր իրավիճակներում մեզ դնել, նոր բաներ փորձել, նոր հմտություններ սովորել, սխալվելը շատ բնական է այս իրավիճակում։ Ոչ ոք չի կարող մի օր արթնանալ եւ, չգիտեմ, դաշնամուր նվագել։ Դա երկար աշխատանք ու մեկից ավել անգամներ սխալվելու արդյունք է։ Եվ երբ երեխան վախենում է սխալվելուց, նա արդեն վախենում է նոր բաներ փորձելուց, քանի որ մտածում է, որ ընթացքում կարող է սխալվել ու տապալվել։ Հաջորդը, սխալվելը օգնում է կամքի ուժի զարգացմանը։ Երբ մենք սխալվում ենք, առիթ է տվյալ իրավիճակը անալիզ անելու, մտածելու, թե ինչ սխալ արեցինք, ինչպես դա ստացվեց, ինչու հանգեցինք այս հետևանքին եւ առիթ, որպեսզի նորից փորձենք տվյալ իրավիճակում մեր ուժերը։ Եթե մենք երբեք չսխալվենք, մեր կամքի ուժը եւ կրիտիկական մտածողությունը դժվար թե կարողանա զարգանալ։ Ուրեմն, սիրելի ծնողներ, փորձեք նորմալացնել սխալվելը։ Ինքներդ երեխայի ներկայությամբ կարող եք ասել, բարձրաձայնել ձեր սխալների մասին, ինչու ոչ նաև ներողություն խնդրել։ Ինչու ոչ նաև երեխայի հետ խնդրի լուծումներ փնտրել։ Այս ինչ բանը արեցի եւ սխալվեցի։ Ինչպես կարող եմ խնդիրը լուծել, ինչպես կարող եմ ուղղել սխալս։ Այսպիսի իրավիճակները երեխայի մոտ առիթ կտան տեսնելու, որ սխալվելը իրական այնքան էլ սարսափելի չէ, ինչքան պատկերացնում եք, մտածելու, որ սխալվելուց հետո գալիս է հաջորդ շրջանը սխալը ուղղելու, դրանից դասեր քաղելու եւ հաջորդ անգամ ավելի պատրաստված տվյալ իրավիճակում հայտնվելու անհրաժեշտությունը։ Եվ ի վերջո ազատություն, փորձելու նոր բաներ եւ ուսումնասիրելու այս աշխարհը առանց վախերի։ Շնորհակալություն։